ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, տղնձի օգտագործումը ավելի շատանում է։ AI կամպուսի համար 100 մեգավատանոց մոտ 3000 տոննա պղինձ է օգտագործվում։ Եվ տարեկան հայկական հանքարդյունաբերությունը տալիս է մոտ 20 այդպիսի 100 մեգավատանոց արհեստական բանականության համար պահանջվող պղինձ։ Առանց հանքարդյունաբերության եւ մետաղների տեխնոլոգիական առաջընթացն անհնար է։ Հանքարդյունաբերության ինովացիոն գագաթնաժողովում այս մասին է խոսում Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ Նրա խոսքով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը գնալով ավելի է մեծացնում պղնձի եւ մոլիբդենի պահանջարկը, իսկ Հայաստանը, որպես այդ մետաղների արդյունահանող երկիր, շատ բան կարող է ստանալ այդ գործընթացից։ Մյուս կողմից տեխնոլոգիաների աճը նպաստում է հենց հանքարդյունաբերության զարգացմանը, ասում է Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ Թվային լուծումները կիրառվում են հանքարդյունաբերության բազմաթիվ ուղղություններում, երկրաբանական հետախուզությունից մինչև արտադրական եւ կառավարման գործընթացների ավտոմատացում։ Այսօր տվյալների հավաքագրումը, այսօր շրջակա միջավայրի մոնիտորինգը, այսօր անվտանգությունը, նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը առանց այդ ոլորտի չի կարող լինել։ Ամուլսարի ծրագրում մենք ներդնում ենք փոխկապակված տարբեր ծրագրեր արդյունահանման, անվտանգության, շրջակա միջավայրի, այլ ոլորտների, որոնք հետագայում ունենալու են մի միջավայր եւ աշխատելու են միասին։ Այդ հարթակը մենք օգտագործելու ենք հետագայում ռիսկերի նվազեցման, որակի բարելավման, աշխատանքի հետևելու եւ նոր տվյալներ հավաքագրելու համար։ Հանքարդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների այս փոխկապակցվածությունն էլ հիմք է դարձել, որպեսզի Հայաստանի տնտեսության երկու առանցքային ոլորտների ներկայացուցիչները Seaside Startup տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում նախաձեռնեն հանքարդյունաբերությանը նվիրված հատուկ համաժողով։ Mining Innovation Summit-ի նպատակն է մեկ հարթակում համախմբել հանքարդյունաբերողներին, տեխնոլոգիական համայնքի եւ կառավարության ներկայացուցիչներին ձևավորելու փոխշահավետ համագործակցություն։ Սա լավ հարթակ է, որտեղ մենք կարող ենք ներկայացնել մեր հանքարդյունաբերությունը, թե ինչպիսի ազդեցություն եւ դեր ունի տնտեսության մեջ եւ նաեւ թե ինչպիսի նորարարական տեխնոլոգիաներ են այս ոլորտում կիրառվում, ինչպիսի ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում եւ հասկացանք սա լավ հարթակ է նորարարական ստարտափեր, գաղափարներ առաջարկելու, որոնք հետագայում կարող են զարգանալ եւ էապես նպաստել հանքարդյունաբերության թվային զարգացման, վերափոխման, տեխնոլոգիական վերազինման համար։ Կառավարության ներկայացուցիչները նշում են, հանքարդյունաբերության ոլորտի թվայնացումը կարևոր է կառավարության այն ռազմավարության համատեքստում, որի նպատակն է ամբողջությամբ թվայնացնել կառավարման եւ վերահսկողության ոլորտները։ Նաեւ դա ինչի համար է կարևոր մեր համար, որովհետեւ տեսչական մարմինը արդեն տևական ժամանակ է ակտիվորեն օգտագործում է թվային տեխնոլոգիաներ վերահսկողության մեջ եւ մեր թվայնացման հաջողության գրավականը նաև պայմանավորված է հենց ընկերությունների թվային գործիքների կիրառմամբ կամ օգտագործմամբ։ Հանքարդյունաբերողները ուշադրություն են հրավիրում եւս մեկ կարևոր խնդրի վրա։ Թեև Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավական զարգացած է, տեղական ընկերությունների մեծ մասը կենտրոնացած է արտաքին շուկաների վրա։ Հայաստանյան հանքարդյունաբերողներն էլ իրենց հերթին հաճախ ընտրում են արտասահմանյան հայտնի տեխնոլոգիական ընկերությունների փորձված ծրագրային լուծումները։ Գագաթնաժողովի մասնակիցների համոզմամբ ժամանակն է փոխել այս իրավիճակը։ Մեր ՏՏ ոլորտը հիմնականում աշխատում է արտերկրի համար, այսինքն անում են ինչ-որ ծրագրեր, ինչ-որ application-ներ են մշակում, որը օգտագործում է աշխարհից ուրիշ երկրներում։ Իսկ միևնույն ժամանակ հանքարդյունաբերությունն իրան վերաբերող այդ ՏՏ ոլորտին ինչ-որ ծրագրերը պատվիրում է արտերկրից։ Այսինքն ունենալով այդպիսի անհամաչափություն, ուզում ենք տեսնենք ինչ պահանջարկ ունենք հանքարդյունաբերություն ՏՏ-ին վերաբերող եւ համատեղ ծրագրեր ունենանք, նաեւ բիզնես հետաքրքրություն լինի եւ ՏՏ-ի տեսանկյունից եւ հանքարդյունաբերության տեսանկյունից համատեղ ինչ-որ ծրագրերի մասով։ Ջհանյանի խոսքով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն այս գագաթնաժողովի գլխավոր գործընկերն է, տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ թվայնացման ծրագրեր է իրականացնում։ Նրանք պատրաստ են ներդրումներ կատարել հայկական բարձր տեխնոլոգիական ընկերություններում եւ ստարտափներում, որպիսի օգնեն նրանց նորարարական լուծումներ գտնել հանքարդյունաբերության ոլորտի նոր մարտահրավերների համար, դրանով նաեւ զարգացնելով ՏՏ ոլորտը։ Цена ошибки в горно-обогатительной области։ Սխալի գինը հանքահարստացման ոլորտում եւ նույնիսկ ոչ թե սխալի, այլ անարդյունավետ
արդյունավետության շատ բարձր է։ Այդ պատճառով հանքահարստացման ոլորտն ու տեխնոլոգիաները շատ սերտորեն կապված են միմյանց հետ, եւ հանքարդյունաբերության ոլորտը պատրաստ է ներդրումներ կատարել տեխնոլոգիաների մեջ։ Միևնույն ժամանակ դա կարևոր է նաեւ տեխնոլոգիական ոլորտի համար, քանի որ տեխնոլոգիաներ մշակողների համար շատ օգտակար է խորությամբ հասկանալ բավականին բարդ եւ առանձնահատուկ այս ոլորտը եւ լուծել դրա առջեւ ծառացած կոնկրետ խնդիրները։ Իսկ այդ խնդիրների լուծումը կարող է հանգեցնել սկզբունքորեն նոր տեխնոլոգիաների ստեղծմանը, որոնք հետագայում օգտակար կլինեն նաեւ այլ շուկաներում։ И на других рынках. Մեկօրյա գագաթնաժողովի արդյունքները մասնակիցներն ամփոփում են առաջին համատեղ ծրագրի առաջարկով։ Հանքարդյունաբերության ոլորտում նորարարական լուծումների հատուկ մրցույթ կհայտարարվի ստարտափների համար եւ հաջորդ տարի այս նույն հարթակում կամփոփվեն դրա արդյունքները։